Դավոսում ինչ տեղի ունեցավ, ըստ էության 3 երեկոյան էր Թրամփը իր X-ում գրեց, որ սպասվում է Վենսի այցը Հայաստան, իհարկե նաև այս չկար նաև նախատեսված Ադրբեջան, բայց նաև Ադրբեջան։ Կխնդրեմ մեծ մասով ձեր տեսակետը, trip, այսպես խաղաղություն են բերել, բայց իրականության մեջ, ինչպես Ալիևն էր ասել իր տարեվերջյան ասուլիսում, դա ինչ ձեր ուզում եք անվանեք, Զանգեզուրի միջանցք է։ Ուզեք Թրամփի անունով անվանեք, ում անունով ուզում եք անվանեք, դա Զանգեզուրի միջանցք է։ Եվ ըստ էության արդեն բազմիցս խոսվել է այս մասին, բայց արդեն փաստարկված հրապարակումներ եղան, որ նույն Քրիստինե Վարդանյանը, նույն Հայկ Մամիջանյանը տեղադրեցին, որ Միացյալ Նահանգները ադրբեջանական մեծ կապիտալի հետ են բանակցում այդ թրիփում ներդրումների մասով։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ նաեւ իհարկե մենք ներքին հարցեր ունենք, որոնք դուք առանձնացրել եք, որտեղ այս շաբաթ ազգային ժողովում է Նիկոլ Փաշինյանը, էլի հենց խոսքը գնում է փողից, ծրարով փողից կամ առհասարակ իրենց թալանից, ինքը հունից դուրս է գալիս, համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, Մարիամ ջան, ողջունում եմ մեզ բոլոր դիտողներին եւ մի քանի հարց եմ առանձնացրել, որոնց կուզենամ անդրադառնամ այս եթերի ընթացքում։ Առաջինը իհարկե ըստ կարևորության երևի թե պետք է անդրադառնալ հենց Դավոսյան Նիկոլի արկածներին եւ իմ տեսակետը հայտնեմ այդ իրադարձության հետ կապված։ Նախ ինչ է Դավոսը իրանից ներկայացնում։ Դա հանդիպում է, որի ընթացքում երկրների ղեկավարները փորձում են տնտեսական ոլորտում իրենց երկրների համար բազմաթիվ հանդիպումներ ունենան, ներդրումներ ներգրավեն, ներկայացնեն երկրի հնարավորությունները եւ այլն եւ այլն։ Ինչ է արել Նիկոլը Դավոսում։ Նիկոլը ստորագրել է մեկ փաստաթուղթի տակ, դա այդ խաղաղության նոր խորհրդի ստեղծման դոկումենտի տակ ստորագրել եւ եթե չեմ սխալվում մեկ հանդիպում է ունեցել, ընդ որում հանդիպում է ունեցել իմ կողմից չհարգված արդեն Նուբար Աֆեյանի հետ, որը ինչպես հայտնի է Ռուբեն Վարդանյանի ամենամտերիմ ընկերներից է, այն Ռուբեն Վարդանյանի, որը շուրջ 2 տարուց ավել է գտնվում է գերության մեջ Բաքվում, ընդ որում հայտնվել է գերության մեջ հենց այն մարդու պատճառով, որի հետ Նուբար Աֆեյանը նստում եւ ժպտալով խոսում է։ Ինձ համար որպես մարդ դա ընդունելի չէ, ինձ համար որպես մարդ դա անհասկանալի է եւ ցավով պետք է արձանագրեմ, որ փաստորեն լավ ընկեր չէ Նուբար Աֆեյանը։ Սա ցավով եմ իհարկե անդրադառնում։ Դավոսում մենք ականատես եղանք նրան, որ ԱՄՆ նախագահ պաշտոնական եղած 2 հանդիպումից մեկը անցկացրել է Ադրբեջանի նախագահի հետ։ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի հետ հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդ որում պետք է նաև շեշտը դնենք նրա վրա, որ այդ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան եւ ինչպես Մարիամը շատ ճիշտ նշեց, տեղեկությունը, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ժամանելու է Հայաստան տարածվել էր դեռևս շաբաթներ առաջ եւ խոսքը գնում էր միմիայն Հայաստան այցելելու մասին, բայց արի ուտես, որ Ալիև-Տրամփ հանդիպումից հետո միտքը փաստորեն փոխել է ԱՄՆ ղեկավարությունը եւ ԱՄՆ փոխնախագահը այցելելու է թե Հայաստան, թե Ադրբեջան։ Ընդ որում ներողություն ռեպլիկի կարգով Դավոսում Թրամփը միայն Ալիևի հետ է առանձնազրույց ունեցել։ Այո, չէ, 2 պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել, որոնցից մեկը Ադրբեջանի նախագահի հետ էր։ Հա, ուրեմն նաև ինչն է շատ կարևոր։ Հայաստանի մասին խոսելիս Ալիևը ասում է, որ համագործակցություն է սկսելու միջուկային էներգիայի հետ կապված, իսկ Ադրբեջանի մասին խոսելուց Տրամփը մատնանշում է, որ Ադրբեջանին վաճառվելու են տարբեր ռազմամթերքներ։ Սա էլ է, հա, տարբերություն։ Ընդ որում այդ տարբերությունը պայմանավորված չէ Տրամփի վերաբերմունքով, այլ պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի լիդերների աշխատանքով։ Այսինքն մեր դեպքում մենք բոլորից աղերսում ենք անձնական պաշտպանություն Նիկոլի համար
եւ ես կասկած չունեմ, որ Նիկոլի բոլոր բանակցությունները տարբեր երկրների ղեկավարների հետ ուղղված են մենակ մեկ նյութի. ինչ անեմ, որ վերարտադրվեմ, ինչ է ձեզ պետք Հայաստանից, ասեք տամ, մենակ վերարտադրվեմ։ Ալիևի դեպքում Ալիևը նման խնդիր չունի, Ալիևը վերարտադրման խնդիր չունի, Ալիևը բավականին բարձր շանսեր ունի եկող ընտրություններում հաղթելու եւ դրա համար ի ցավ մեզ եւ ի ոչ ուրախություն մեզ Ալիևը անում է ամեն ինչ ճիշտ իր երկրի համար, այսինքն հզորացնում է երկրի բանակը, հզորացնում է բանակցային դիրքերը եւ նաեւ առաջ է տանում իրենց բոլոր ծրագրերը, այդ թվում այսպես կոչված Միջանցքի գաղափարը, այդ թվում այսպես կոչված արտաքսոցվածների վերադարձը Հայաստան, այսինքն ինքը իր բոլոր ծրագրերով առաջ է գնում, բոլորով, չկա մի կետ, որում Ալիևը կարծես կանգ առնի, վերաիմաստավորի եւ փոխի իր մտքերը, ոչ, ինչ 3 տարի է նա ասում է, բոլոր այդ կետերով գնում է առաջ։ Ընդ որում պետք է ասեմ, որ միջուկային համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Հայաստանի խոսքը գնալու է ըստ ամենայնի փոքր ատոմակայանների կառուցման մասին, մոդելային ատոմակայանների, որի փորձը նույնիսկ չկա, ընդ որում թույլվեք նման միտք արտահայտել, որ խոստման դիմաց, որ տենց բանա կառուցվելու, պահանջվելու է, որպեսզի Հայաստանը փակի իր ատոմակայանը։ Ընդ որում այդ պահանջը նոր չէ, այդ պահանջը դեռևս տասնամյակներ Թուրքիայի ղեկավարությունը տարբեր երկրների միջոցով փորձել է վաճառել Հայաստանի վրա, պարտադրել Հայաստանին փակել ատոմակայանը եւ հիմա կարծես թե պարարտ հող է ստեղծում նորից այդ պահանջը առաջ տանելու, հիմա դա ԱՄՆ-ի ձեռքերով կարվի, թե ցանկացած այլ երկրի ըստ երևույթին կարևոր չէ, ընդ որում խոսքը գնում է ատոմակայանի մասին, որը ըստիս մեր երկրի ամենակարևորագույն երաշխիքներից մեկն է, մեր կարևորագույն անվտանգային հենասյուներից մեկն է։ Եվ կրկնում եմ, որ ինձ թվում է, որ խոստումների դիմաց պահանջ է դրվելու փակել ատոմակայանը։ Ավելին, քանի որ խոսքը գնում է էներգետիկայի մասին, նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, չգիտես ոնց այսօր զբաղեցնող անձը ազգային ժողովում 3 թե 3 առաջ օրը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգոցանքերը աներկբա միանալու են։ Կարծում եմ այս նախադասությունից հետո Հայաստանի Հանրապետության հասարակության համար պետք է մեկը մեկի պես պարզ դառնա, թե ինչի էր պետք խլել հայ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանից էլ ցանցերը։ Կարծում եմ, որ պատճառներից մեկը բոլորի համար բացահայտորեն Նիկոլը ազգային ժողովում ասել է։ Գիտակցաբար թե չգիտակցաբար կարևոր չէ։ Կարևոր է, որ բոլորը պետք է ճիշտ եզրանկման գան։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այս իշխանությունը պատահական որևէ քայլ չի անում։ Նույնիսկ ամենաաբսուրդային քայլերը ունեն պատճառ եւ ունեն պատվիրատու։ Եվ մենք կարող ենք հաշվի առնելով Նիկոլի վերջի ասածը, եզրանգել նրան, որ ցանցերը Սամվել Կարապետյանից խլելու ծրագրի պատվիրատուն առաջի հերթին հենց Ադրբեջանն է, որի հետ Նիկոլը ուզում է միացնի մեր էներգոհամակարգը եւ Հայաստանը ամբողջությամբ կախման տակ դնի Ադրբեջանից։ Ընդ որում սա եւս լինելու է մի գործարք, որի նախապայմաններից մեկը լինելու է ատոմակայանի փակումը։ Եվ Նիկոլը մի օր, եթե Աստված մի առաստե վերընտրվի, կանգնելու ասի, որ ժողովուրդ, դե ատոմակայանն էլ մեզ պետք չի, քանի որ հիմա Ադրբեջանից էլ ենք հոսանք ստանում, քանի որ մոդուլային ատոմակայաններ են կառուցում ԱՄՆ-ի օգնությամբ, մեզ էլ ատոմակայան պետք չի։ Դա պետք է բոլորը գիտակցեն։ Նիկոլը փորձում է միշտ քողարկած քայլեր անել, բայց այս մի դեպքում նա բացահայտորեն, փաստորեն բոլորիս հասկացրեց, որ Սամվել Կարապետյանի ընտանիքից ցանցերի խլելու
գործընթացը առաջին հերթին պայմանավորված է եւ պատվիրված է Ադրբեջանի կողմից։ Սա շատ կարևոր է։ Երկրորդը, որ կուզենայի անպայման նշեի Տրամպի ուղու տրիփի մասին խոսելիս, տեսեք, ինչպես ԱՄՆ նախագահ մի քանի օր առաջ ասեց, որ ես իր տարածքում Պուտինի մասին խոսելիս, ասեց, ես իր տարածքում հարց եմ լուծել։ Իհարկե տհաճ է նման ձևակերպում լսելը, քանի որ այս տարածքը հայերի տարածքն է։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքն է, ոչ Պուտինի տարածքն է, ոչ Տրամպին է, ոչ թուրքերին է, ոչ էլ նամանավանդ ադրբեջանցիներին է։ Սա հայերի տարածքն է, ընդ որում այն հայերի, որոնք այստեղ կային, երբ որ ԱՄՆ պետություն քարտեզի վրա գոյություն չուներ։ Սա պետք է հստակ լինի, բայց Տրամպի ասացի մեջ նկատելի է գեոքաղաքական կողմնորոշումը, որում ինքը կարծես Պուտինին հասկացնում է, որ դե ինի քո տարածքն է, բայց դա հասկացնելով մեկտեղ, այսպես կոչված Պուտինի տարածքում Տրամպը փորձում է թույլատրել թե Ռուսաստանի, թե Իրանի ազդեցությունը եւ նաեւ խոչընդոտներ ստեղծել Չինաստանի համար, որը կարող է օգտագործել նաեւ այս ճանապարհները։ Ինչ է տեղի ունենում։ Մենք տեսնում ենք, որ Իրանի հետ հարաբերությունները լարված են։ Բոլորը խոսում են նրա մասին, որ ԱՄՆ-ն նախապատրաստվում է հարվածի։ Կարող եմ ենթադրել, որ մինչև ԱՄՆ փոխնախագահի այցելությունը Հայաստան եւ Ադրբեջան հարված չի լինելու։ Կլինի դրանից հետո թե ոչ, կրկին ինձ համար պարզ չէ։ Ես ավելի շատ կարծում եմ, որ չի լինի կամ կլինի, բայց չեմ կարող բացառել։ Բացառում եմ իհարկե, որ մինչև ԱՄՆ փոխնախագահի այցելությունը այն կլինի, քանի որ վիճակը չեն էսկալացնի այն աստիճանի, որ փոխնախագահը չկարողանա գալ Հայաստան եւ Ադրբեջան։ Դրա համար ինչ է լինելու այդ այցելություններից հետո։ Բայց նաեւ պետք է հասկանանք, որ հավաքական արևմուտք կոչվածը, որ այսօր ցավոք սրտի արդեն քանդվել է կամ ի ուրախություն մեզ, բայց դեռևս այն կա։ Հիմա տարբեր երկրներ արևմուտքում տարբեր մոտեցումներ ունեն այս տարածաշրջանի նկատմամբ, տարբեր շահեր ունեն, բայց բոլորի մի հատ շահ կա, որը բոլորի համար նույնն է։ Դա Ռուսաստանի եւ Իրանի չեզոքացումն է այս տարածաշրջանում։ Այդ մի խնդիրը բոլորի համար նույնն է։ Լինի դա Մեծ Բրիտանիան, լինի դա Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն թե Իսրայելը։ Բոլորի համար այդ մի խնդիրը նույնն է։ Եվ տեսեք, Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը թույլատնելու համար ամենակարևոր նախադրյալներից մեկը հենց Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է։ Եվ այդ միջանցքի վերահսկողությունը վերցնելով իրականում տարածաշրջանում լրջագույն փոփոխություն է տեղի ունենում թե Իրանի համար, թե Ռուսաստանի Դաշնության համար։ Դրա համար ես կարծում եմ, որ այս խնդիրը դեռ լրջագույն ելևէջներ է ունենալու, ես չեմ կարծում, որ թե Իրանը, թե Ռուսաստանը ձեռքերը ծալած նայելու են, թե ինչպես են իրենց ազգային խնդիրները կամ ազգային շահերը վտանգի տակ դնում այլ պետությունները, եւ մենք դեռևս ականատես ենք լինելու, եկեք այսպես ասենք, դիվանագիտական նոր կռիվների, նոր պատերազմների։ Միանշանակ ականատես ենք լինելու, քանի որ կրկնում եմ, չեմ կարծում, որ թե Իրանը, թե Ռուսաստանը հեշտորեն զիջելու են իրենց շահերը։ Բայց նաև մենք որպես ժողովուրդ պետք է հասկանանք հետևյալը։ Լավ, ուզում են թույլատնեն Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը այս տարածաշրջանում։ Լավ, մի կողմ դնենք այդ խնդիրը։ Իսկ հայերը ինչ դերակատարություն ունեն դրա մեջ։ Հիմա պետք է հասկանանք հետևյալը։ ԱՄՆ լինի, Եվրոպական միություն լինի, Իսրայելը լինի, ցանկացած այլ երկիր լինի, որը շահ է հետապնդում Հայաստանում, Ռուսաստանի ազդեցությունը թույլատնելու համար եւ Վրաստանում եւ Ադրբեջանում, իրենց համար արդյոք հայերի այս հողի վրա ապրելը կարեւոր է։ Ցավով պետք է նշեմ, որ ոչ, կարեւոր չէ։ Ընդհանրապես կարեւոր չէ։ Իրենց համար կարեւոր է այլ խնդիրը, որ Ռուսաստանի Դաշնությունը չունենա Հայաստանում կամ այս տարածքում ներկայություն, եւ արդյոք այս տարածքում դրանից հետո կլինեն թուրքերը, ադրբեջանցիները, թե հայերը, իրենց մեկ է։ Ընդ որում շատ հետաքրքիր դիրք են վերցրել Ադրբեջանը եւ Թուրքիան։
երկուսն էլ փորձում են խաղալ թե Ռուսաստանի հետ, թե ամբողջ աշխարհի հետ, բայց ուշով հետևում են իրադարձություններին եւ սպասում են հարմար պահի Հայաստանը ոչնչացնելու համար։ Երբ որ Նիկոլը ձեզ ասում է խաղաղություն են բերել, իմացեք, որ ոչ մի խաղաղություն չի բերել։ Նիկոլի բերած իրական աներկբա ամենա ակներև խաղաղությունը այսօր Արցախում է։ Նիկոլի խաղաղությունը դա է։ Նիկոլը նույն խաղաղությունը այստեղ է բերելու։ Վերջին 10 հայը դուրս եկան Արցախից։ Այո, վերջի 10 հայը դուրս եկան Արցախից, դրանով փաստելով, որ անհնար է ադրբեջանցիների հետ միասին ապրելը, ինչը Արսեն Թորոսյանի գրառումը։ այո, տեսեք, ես չեմ զարմանում իրենց գրառումների վրա, քանի որ իրենց ղեկավարը բազմիցս այս 2-3 տարիների ընթացքում հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի եւ վերջ, դրա համար պարզ է, որ այդ թիմում բոլորը փորձում են Նիկոլից ավելի Նիկոլ լինել, որպեսզի կարողանան երաշխավորեն իրենց տեղը ապագա ընտրական ցուցակում։ Բայց մենք պետք է չգիտակցենք ամեն ինչը։ Մենք պետք է հասկանանք, որ այդ խաղաղությունը, որի մասին Նիկոլը այդքան խոսում է, ինքը հաստատել է Արցախում, որտեղ հայ չի մնացել։ Նույն խաղաղությունը այստեղ է հաստատվելու, նույնը։ Տեսեք, երբ որ ես ասում եմ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է, որպեսզի այս հողում հայ չմնա, պետք չէ անպայման կարծել, որ պատերազմ է լինելու։ Չնայած, ես դա չեմ բացառում, բայց հայերին այստեղից ստիպելու հեռանալու շատ այլ տարբերակներ կան։ Նախ եւ առաջ պետք է ասել, որ հենց ուժեղանա թուրք-ադրբեջանական ազդեցությունը Հայաստանի process-ների վրա եւ դա ակներև լինի բոլորի համար, ես կասկած չունեմ, որ Հայաստանից 100,000-ներով մարդիկ ուղղակի արտաքսելու են, մարդիկ փախնելու են Հայաստանից, որովհետեւ այս ժողովրդի գերակշռ մասը չի ուզում եւ չի պատկերացնում իր ապրուստը Թուրքի կամ Ադրբեջանցու լծի տակ։ Եվ ակնհայտ է, որ այդ քայլերի հետևանքով Հայաստանում մնալու է մի քանի 100,000 մարդ։ Ընդ որում մնալու են, որտեղ հնարավորություն չունեն ուրիշտեղ գնալու, եւ հենց ստեղծվի այդ հնարավորությունը գնալու են։ Կա իհարկե նաեւ պատերազմական սցենար։ Այդ պատերազմական սցենարի իրագործումը կլինի այն ժամանակ, երբ որ Նիկոլը որևէ փուլում ասի չէ։ Իսկ այն որ Նիկոլը ցայսօր չի եղել որևէ բան, որում ասել է չէ, մենք բոլորս ենք տեսնում։ Երբ որ նա ասում է, տեսնում եք, ես խաղաղություն եմ բերել, միշտ պետք է մի հարց տալ։ Իսկ այդ խաղաղության դիմաց դու վերջի 3-4 տարում ինչ ես արել։ Դու ամբողջությամբ Արցախն ես հանձնել, դու Սիլիքում ես ճանապարհներ հանձնել, դու Տավուշում ես տարածքներ հանձնել, եւ ըստ ամենայնի դու պայմանավորվել ես եւս տարածքներ հանձնել այսպես կոչված դելիմիտացիայի եւ դեմարկացիայի այդ process-ի ներքո։ Մի շատ կարևոր հարց է առաջանում։ ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան ստորագրում են, նախաստորագրում են այսպես կոչված TRIP-ը, բայց նույն ժամանակ հայկական եւ ադրբեջանական կողմերը ամբողջ աշխարհով հայտարարում են, որ երկու երկրների միջև գնում է սահմանազատման process եւ դեռևս պարզ չէ, որ տարածքն է ադրբեջանական, որը հայկական, ընդ որում դա իմ բառերը չեն։ Դա ասում է Հայաստանի ղեկավարը։ Հայաստանի տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք ասում են, որ դե մենք ունենք ադրբեջանական տարածքներ, իրանք ունեն մեր տարածքները, ու հարց է ծագում։ Լավ, ամենն որ sense մտնում է մի բանի տակ, որը կարող է փոփոխվել։ Որևէ մեկը գարանտիա չունի, որ Սյունիքում սահմանազատում իրականացնելու process-ի ներքո Նիկոլը տարածքներ է հանձնելու։ Եվ այստեղ հարց է ծագում, բա չգծված տարածքների վրա TRIP-ը ո՞նց է գործելու։ Եվ այստեղ գալիս է պարզ պատասխան։ ԱՄՆ-ին մեկ է ումն է լինելու այդ տարածքը Ադրբեջանին է, թե Հայաստանին իրեն պետք է այնտեղ ներկայություն ունենալ։ Եվ դրա համար է, որ ԱՄՆ-ն արդեն պաշտոնապես բանակցում է ադրբեջանական տարբեր ընկերությունների եւ կառավարության հետ TRIP-ում ներդրումների վերաբերյալ։ Իմ մոտ որպես հայ հարցածակում է իրանց հետ խեք բանակցում։ Հայաստանի հետ բանակցեք, խեք ադրբեջանցիների բերում։
որովհետև ԱՄՆ-ն ի սկզբանե ցույց է տալի ով է գլխավոր շահառուն այդ թրիպի, այդ ճանապարհի, այդ միջանցքի, եւ դա Ադրբեջանն է։ Մեզ անընդհատ կերակրում են ինչ որ փոխադարձ օգուտներով, որ Հայաստանը պետք է ստանա այդ այսպես կոչված միջանցքի շահագործումից։ Չկա որևէ օգուտ, որ Հայաստանը ստանալու է։ Մեզ անընդհատ ասում են, որ Թուրքիայի սահմանների բացումը միանշանակորեն օգտակար է լինելու եւ օգուտ է բերելու Հայաստանին։ Ես դեմ չեմ սահմանների բացմանը, բայց ես դեմ եմ դա անելուն անպատրաստ։ Մեր տնտեսությունը պատրաստ չէ Թուրքիայի սահմանների բացմանը։ Մեր տնտեսվարողները պատրաստ չեն դրան։ Մեր գյուղատնտեսությունը եւ գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտները դրան պատրաստ չեն։ Այդ սահմանների բացումը բերելու է Հայաստանում ներքին արտադրման մակարդակի շեշտակի նվազման, որտեղ Թուրքիայից մտցվելու են շատ ավելի էժան ապրանքատեսակներ, եւ հայ արտադրողը նամանավանդ հայ գյուղացին հայտնվելու է անգելաների վիճակում։ Բազմից եմ ասել, բայց նորից եմ ասում, միգուցե ժամանակին գյուղատնտեսության նախարարության լուծարումը հենց դրանով էր պայմանավորված, այդ ապագա ծրագրով սահմանների բացման եւ Հայաստանի գյուղատնտեսությունը վերջնականապես սպանելու։ Կրկնում եմ, չկա որևէ քայլ, որ սրանք արել են անցած 7 տարվա մեջ, որը չունի իր տակ ծրագիր։ Բոլոր քայլերը շատ հստակ պլանավորված են, բոլորը անխտիր։ Եվ կրկնում եմ, ես դեմ չեմ սահմանների բացմանը, ես դեմ չեմ մեր կողքի երկրների հետ համագործակցությանը, բայց ամեն ինչը պետք է ունենա իր ճիշտ ժամանակը, ճիշտ պատրաստակամությունը եւ իհարկե Հայաստանի Հանրապետության շահերից բխելով։ Ես չեմ տեսնում վերջի 7 տարվա մեջ գոնե գետ մեկ քայլ, որ այս իշխանությունը արել է Հայաստանի շահերից ելնելով։ Ու գիտեք ինչն է շատ հետաքրքիր մի բան եմ, տենդենս եմ նկատում, երբ որ սրանք ինչ որ բան են անում, հետո ընդդիմադին ինչ որ գործչի կանչում են հարցազրույցի, ասում են, հիմա էսի սենց է, դուք ինչ եք անելու։ Սա ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Արցախը հանձնեցին Թուրքին, հիմա ընդդիմադիր գործչի կանչում են հարցազրույց, ասում են Արցախը հետ եք բերելու։ Վաղնե Սյունիքն եք հանձնելու, նորից կանչելու եք ընդդիմադիր գործչի, ասեք Սյունիքը հետ ես բերելու։ Չէ, ձեր կերած բողկերը այդքան մեծ են, որ ցավոք սրտի շատ հարցերում Հայաստանը ուղղակի անելանելի վիճակում է, եւ այսօր պետք է պայքար մղի, գոյութենական պայքար։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պահպանելու, ասեմ ավելին, արցախցիների իրավունքների հարցը այսօր օդ ու ջրի պես պետք է Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Օդ ու ջրի։ Ես չեմ մտնելու մանրամասների մեջ, չտամ տարբեր խաղաքարտեր ադրբեջանցիներին, բայց ես զգուշացնում եմ, որ արցախցիների իրավունքը, այդ թվում վերադարձի իրավունքը, օդ ու ջրի պես պետք է Հայաստանի Հանրապետության հարատևության համար։ Օդ ու ջրի պես է պետք։ Մենք չունենք այլևս որևէ բանակցային որևէ կողմ, հասկանում եք։ Մենք չունենք, մենք չգիտենք էլ ինչ բանակցենք, որտեղ սրանք ամեն ինչն են հանձնել։ Մենք մնացել ենք մենք մենակով ամբողջ աշխարհի դեմ։ Եվ այդ ամբողջ աշխարհում ամեն երկիր հետապնդելով իր շահերը փորձելու է քո նվաստության, քո շահերի հաշվին Իրանը առաջ տանել։ Եվ այս բարդ աշխարհագրական իրավիճակում մեզ պետք է ղեկավար, որը կարող է այդ ամեն ինչ անել։ Արդյոք անհույս է վիճակը, իհարկե ոչ։ Անհույս չէ, բայց դաժանագին աշխատանք է սպասում Հայաստանի մյուս ղեկավարին։ Ահա որ բարդ աշխատանք է սպասում։ Սրանք անընդհատ խոսում են, որ տնտեսությունը զարգացրել են, մինչդեռ իրականում սրանք տնտեսությունը սպանել են։ Սրանք տնտեսությունը բառից բուն իմաստով սպանել են։ Սրանք խոսում են 250,000-ից ավել աշխատատեղ են ստեղծել 7 տարվա ընթացքում։ Լավ, մի պարզ վարժություն անենք մեզ բոլոր այսօր դիտողների հետ։ Կարող եք վերջի 7 տարվա մեջ մի հատ վերհիշել, քանի գործարան է ռեալ կամ քանի մեծ ձեռնարկություն է ռեալ Հայաստանի Հանրապետությունում բացվել։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե հիշեք խոստումները, որ գնում էին ինչ-որ ավտոյի գործարանի լենտ էին կտրում, եսի ինչի լենտ էին կտրում, դրանք բոլորը չկան։
Ռեալ, որ հետո տեսել եք, որ ախպերից գործարանը բացվել է։ Մի ձեռքի մատերի վրա էլ չեք կարող նման բան հիշել, որտեվ չկա։ Եթե չեն ստեղծվել խոշոր գործարաններ եւ ընկերություններ, ապա 250,000-ից ավել աշխատատեղ ստեղծելու միֆը սուտ է, ուղղակի սուտ է, չի ստեղծվել։ Էլի մանիպուլյացիաներ են անում, թվեր են խառնում իրար, ու ժողովրդին փորձում են խաբել։ Տեսեք, շատ կարևոր հարց, օրից օր բարձրացնում են Հայաստանի արտաքին պարտքը, օրից օր։ Ինչի վրա դրա ծախսվում։ Իրանք շատ են սիրում, ռուբրիկա ունեն տենց անընդհատ այդ ԿՊՀ-ականները ցույց են տալի, ասում են, ասում եք բան չի փոխվել, ու դնում են ինչ-որ նորակառույց կամ վերանորոգված մանկապարտեզի կամ, չգիտեմ, դպրոցի վիդեո։ Ուրեմն, ժողովուրդ, մի թողեք ձեզ էշի տեղ դնեն։ Հայաստանի Հանրապետությունում կառուցվել, վերակառուցվել եւ նորոգվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ, հիվանդանոցներ եւ մնացած բոլոր ենթակառուցվածքները բոլոր իշխանությունների օրոք, բոլոր։ Ուղղակի որոշ իշխանությունները նպատակահարմար չենք թե դրա վրա ծախսել պետական փողեր ու ռեսուրսներ, դա նկարելը, ցույց տալը, սպոնսոր ֆռացնելը Facebook-ով բանով, դա ուղղակի լուր ու մունչ արել են իրենց գործը։ Սրանք մի հատ դպրոց են սարքում ու դնում են, բա ասում եք, բան չի փոխվել։ Հա, ասում ենք, փոխվել է, երբ է փոխվել է։ Արցախում 150,000 հայ կա, այսօր կա 0։ Այ դա փոխվել է։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գլխին խաչ կար, հիմա չկա։ Այ դա փոխվել է։ 7000, չգիտեմ, 5000 են ասում, 4000 են ասում, կապ չունի այդ թիվը։ Հազարներով երեխեք կային, հիմա չկան։ Եռաբլուրում են հանգչում։ Հիմա սրանք այս պարտքը վերցնում են, մեծամասամբ ինչ են անում։ Իմ խորին համոզմունքն է, որ այդ պարտքի գերակշիռ մասը ուղղվում է պետական համակարգում, մասնավորապես իրավապահ համակարգում, աննկարագրելի բարձր աշխատավարձեր եւ խրախուսումներ տրամադրելու վրա։ Մեր տնտեսությունը չի գեներացնում այդքան փող, որ սրանք այսքան իրավապահ պահեն։ Սրանք փող են պարտքով վերցնում, իրանց գրպանային իրավապահ համակարգն են ստեղծում, դատավորներով, դատախազներով, չգիտեմ ինչերով, եւ ամբողջ համակարգը ծառայում է միայն մեկ նպատակի՝ պատժել բոլորին, ով Նիկոլի դեմ է դուրս գալի կամ այս իշխանության։ Այսինքն իրականում մենք ունենք ոչ թե իրավապահ համակարգ, այլ պատժիչ գործիք, որը պատժում է բոլորին, ով դուրս է գալի համակարգի դեմ։ Բայց այդ ամեն ինչով է արվում պարտքով։ Ով է դրա համար վճարելու։ Հարց է ծագում։ Լավ, այդ պարտքերը այդքան վերցնում եք, արդեն մոտ 15 միլիարդ դոլարի պարտք եք հասցրել։ Ասեմ, դուք, սիրելի հայրենակիցներ, մեր հարկատուները, բա իհարկե մեր հարկատուին սրանք հերոս կասեն, բա պետք է առնվազն հերոս ելնես, չէ՞ որ քո հաշվին սրանք կայֆավատ լինեն։ Բա ձեր հաշվին իրանք շատ կները կայֆավատ են լինում, հետո ձեր փողերով փագում, հա հերոս կլնեք, բա ինչ կլնեք։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը չի գեներացնում այդքան արդյունք, որպիսի սրանք կարողանան թե ընթացիկ մարումները անեն վերցրած պարտքերի, թե կարողանան տնտեսությունը պահեն։ Եվ սա բերում է այն գաղափարին, որ Նիկոլը ուշ թե շուտ, ճիշտ է, արդեն սկսել է հարկային տերորը որոշ չափով, բայց դուք դեռևս չեք պատկերացնում ինչ հարկային տերոր են սրանք անելու, որովհետև պետք է հավաքել այդ փողերը, որպիսի կարողանան մյուս տարի, օրինակ այս տարի միլիարդ դոլարից ավել պետքա վարկի սպասարկմանը գնա։ Հիմա դա անելու համար ձեզանից են այդ փողերը վերցնելու, ոչ թե դատախազներից կամ քննիչներից։ Այս պետական պարտքերը կապած ուղղակի միջանկյալ հարց շաբաթվա մեջ նաև ֆինանսների նախարարի ասուլիսներ ասում է, այս ինչ պարտություն է սարքել պետական պարտքը, ժամանակին ինչ որ միլիարդ է, հիմա ինչ որ միլիարդ է, այսինքն կրկնակից ավել բարձրացրել են մեր պետական պարտքը, մեր ծորներով ու ծորներով դրել են ներողությունների վզին, շատ ներողություն սակայությունից համար պարտքը, հիմա եկել են այսպիսի հայտարարություն են անում, ու այս իրականության ֆոնին աստղաբաշխական պարտքի վճարները դուք տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ ասաց, բա տարիներ անարատ լինենք ասում։ Տեսեք, ֆինանսների նախարարը կարծեմ այն մարդն է, ում մասին մամուլում գրվում էր,
որ շուրջ $1 միլիոն անտոկոս ինչ-որ փոխառություն էր ստացել ինչ-որ բանկից տեսի միջ, դրա համար այդ մարդուն տենց լուրջ պետք էլ չի ընդունել։ Մի մարդ, որ կարողանում է $1 միլիոն անտոկոս վարկ ճարել, այդ մարդու համար միլիարդ էսկո, միլիարդ ենկո ինչ կապ ունի։ Ընդ որում, սիրելի հայրենակիցներ, նաև պետք է հասկանանք եւս մեկ բան։ Նիկոլին մեծ հաշվով ձեռք է տալի, որ ժողովրդի մեջ տարածում է, որ սրանք պարգևավճարներ են ստանում, որտեղ տեսեք, վնաս է կրում նրանով, որ մարդիկ ասում են, «Արա, ես ինչ թվեր ստացան պարգևավճար», օգուտ է կրում նրանով, որ որոշ մարդկանց մոտ ասում են, «Արա, դե ուրեմն չեն ուտում, էլի, պարգևավճարներ են ստանում, որ չուտեն»։ Հիմա, սիրելի ժողովուրդ, սրանց պես լափող չի եղել Հայաստանի պատմության մեջ։ Ամենացայտուն, ամենալավ օրինակը դա Անիֆն է, որի մասին մեր դաշինքի պատգամավորուհիները ուղղակի մեռան խոսալով։ Աննա Գրիգորյանը գրեթե բոլոր իր ճառերը սկսում է Անիֆից։ Արդյոք մեկ քայլ առաջ է գնացել դատախազությունը Անիֆի հետ կապված բացահայտումներում։ Իհարկե ոչ։ Շուրջ, չեմ հիշում, 40 թե 50 միլիոն դոլար հոդասա ցնդե։ Բայց սրանք ինչ են անում, սրանք պարգևավճարներ են տալի, ժողովրդին ցույց տալ, որ տեսեք, մենք մնացել ենք այդ պարգևավճարի հույսին։ Ոչ, սիրելի ժողովուրդ։ Սրանք ոչ մի բանի հույսին էլ չեն, սրանք ամեն մեկը արդեն կայծակնային արագությամբ դարձած միլիոնատերներ են։ Եվ ցավով հիմա դժվար է դա ապացուցելը, որտեղ իշխանությունը մեր ձեռքում չէ։ Բայց իշխանափոխությունից հետո միանշանակորեն կասկած չունենաք, այնպիսի բացահայտումներ են լինելու ուղղակի, որ մեր ժողովուրդը տագնապ է ապրելու, որ լավ ոնց սենց կարելի է անել։ Հիմա տեսեք, այդ բոլոր պարգևավճարներով, բաներով հանդերձ, նաև Նիկոլը փորձում է ժողովրդին ցույց տալ, որ տեսեք, պետքա պաշտոնյան լավ վարձատրվի բան, մենք դրանով թոշակառուներին լավություն ենք անում։ Վերջակետ։ Սա աբսուրդի ամենամեծ գագաթնակետն է։ Ես որպես մարդ աննորմալ ցավ եմ ապրում մեր թոշակառուների համար։ Անմարդկային ցավ եմ ապրում, որովհետև եւ ականատես եմ, եւ շատ ու շատ հանդիպումներ ունեմ թոշակառուների հետ։ Մարդկանց, որոնք ուղակի ծերին չեն կարողանում բերել իրենց ստացած գումարով, ուղակի չեն կարողանում։ Եվ այդ ֆոնի վրա լսում են, որ ինչ որ պետական պաշտոնյա 7-8 միլիոն դրամով պարգևավճար է ստացել։ Լավ, մի հարց տամ, բայց նոր տարվա այդ պարգևավճարները, որ միլիարդներով բաժանել եք, մտքներովը չի անցել թոշակառուներին 13-րդ թոշակը տայք։ Չէ, որտեվ թքած ունեք դուք թոշակառուների վրա, ինչպես թքած ունեք երիտասարդության վրա։ Ձեր այսօրվա պահող ու հենքը դա իրավապահ համակարգն է եւ օլիգարխիան։ Ձեզ պետք չեն այլևս թե երիտասարդները, թե ծերերը։ Դուք թքած ունեք իրանց վրա։ Դուք այո նյութեր եք նկարելու, հոլովակներ եք նկարելու, փորձելու եք նորից խաբել մեր առանց այդ էլ խաբված ժողովրդին, թե երիտասարդներին, թե թոշակառուներին, խաբելու եք նորից, բայց ես հույս ունեմ, որ այս անգամ իրենք չեն խաբնվի։ Եվ ճիշտ ընտրություն կանեն գալիք ընտրություններում։ Այս ընտրությունները, ինչպես Նիկոլն է ասում, խաղաղության եւ պատերազմի մասին չեն։ Լրիվ հակառակն է։ Նիկոլը եթե մնա, լինելու է կամ պատերազմ, կամ Հայաստան չի մնա։ Նիկոլից պետք է ձերբազատվել։ Ասեմ ձեզ ավելին, մի համեմատություն անեմ։ Կհիշեք առաջին նախագահը, երբ որ ստիպված եղավ հրաժարականի դիմում գրել, ասեց, որ խաղաղության կուսակցությունը հեռանում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Շատ լավ բոլորդ հիշում եք, չէ՞։ Կրկին նույն չոր ալեգորիաներ են, էլի, հա, նույն բանն էր։ Առաջին նախագահն է ասում էր, որ այ ես խաղաղությունն եմ, ես գնում եմ, պատերազմն է գալի։ Եկավ այդ պատերազմը։ 20 տարի դրանից անց Հայաստանը պատերազմ չեղավ։ Հետո առաջին նախագահի հետ ասոցացվող մարդը, որը հիմա նախագահ ասում է, որ այլևս մենք կապ չունենք Նիկոլի հետ, նույնիսկ շատ կտրուկ հայտարարություններ անում Նիկոլի,
Okay, բայց մարդ, ով իր քաղաքական դպրոցը անցել էր առաջին նախագահի մոտ, 18-ի իշխանազավթման process-ում կրկին խոսում էր խաղաղության մասին, ինչպես դա անում էր առաջին նախագահը, եւ ինչ բերեց մեր գլխին, բերեց պարտություն, բերեց մահ, բերեց արյուն, բերեց տարածքների կորուստ, բերեց մաղձ։ Եվ այսօր այդ նույն մարդը խոսում է խաղաղության մասին, ընդ որում հակադրելով, ասելով, որ եթե ինչ չընտրեք, կլինի պատերազմ։ Հիմա որպեսզի մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն անի, ուզում եմ վերհիշեք այդ 97-ներ, 8-ներ, երբ որ առաջին նախագահ հրաժարական տես, վերհիշեք իր բառերը եւ հասկացեք, որ իրականում եթե նա այդ ժամանակ հրաժարական չտար, ինչ էր լինելու Հայաստանի հետ։ Լինելու է նույնն այն, ինչ որ եղավ այս վերջի 6-7 տարիների ընթացքում։ Եվ մեր պայքարը ոչ թե խաղաղության դեմ է, այլ մեր պայքարը արժանապատիվ խաղաղության համար է։ Բայց այդ արժանապատիվ խաղաղությանը հասնելու համար դու պետք է դիրքեր ունենաս։ Դու պետք է դիրք ունենաս, կարողանաս բանակցել, կարողանաս հասկանաս քո շահերը որոնք են, այլ ոչ թե քո բոլոր շահերը հանձնես թշնամուն, հետո էլ աղերսես խաղաղություն։ Չի լինում այդպես։ Չի լինում։ Սիրելի թոշակառուներ, քանի որ ձեր մասին խոսացինք, ես որպես մարդ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում թոշակառուն շատ գումար պետք է վաստակի, շատ ավելի շատ պետք է ստանա։ Այո, բավականին բարդ խնդիր է դա, բայց լուծելի։ Անընդհատ այս խնդրի մասին մտածելիս վերհիշում եմ, որ նախագահ Քոչարյանի ղեկավարման տարիների ընթացքում թոշակը Հայաստանում բարձրացավ 6 անգամ։ 6 անգամ։ Այսինքն դա հնարավոր էր։ Ես կասկած չունեմ, որ դա հնարավոր է նաև հիմա, բայց ճիշտ քայլերի համադրությամբ։ Ես նկատում եմ, որ այս հասարակության մեջ Նիկոլը այլևս չունի հենարան, ունի ինչ-որ սատարողների փոքր տոկոս, բայց անվիճելի է հանգամանքը, որ ընդհանուր ընտրազանգվածի մեջ Նիկոլը այլևս ատելի է մարդկանց մեծամասնության համար։ Նման իրավիճակում վերարտադրվելը Նիկոլի համար գրեթե 0 է, եթե ընդդիմությունը ճիշտ աշխատի։ Եթե ընդդիմությունը սխալներ գործի, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է, ինչը բերելու է նրան, որ այսօր մեզ բոլոր լսողները եւ բոլոր չլսողները սկսելու են մտածել, որ երկիր փախնեն Հայաստանից, քանի որ այդ փակագծերի մեջ խաղաղության մեջ ապրել չեն կարողանալու։ Ընդդիմությունը պետք է ճիշտ քայլեր ձեռնադրի բոլոր առումներով։ Ես արդեն տեսնում եմ, որ նույն մոտ թվացial տպավորություն է, որ ընդդիմության մեջ նաև որոշ միացումներ են լինելու, ինչը ես միանշանակորեն ողջունում եմ։ Ես արդեն քանի ամիս է ասում եմ, որ ընդդիմության գերագույն ամենակարևոր խնդիրը այն է, որ ընդդիմության ձայները չփոշիանան, չլինի որևէ մեկ ընդդիմադիր, իրեն ընդդիմադիր դիրքավորող իրական ընդդիմադիր ներկայացիչ կամ կուսակցություն, որը գիտակցելով, որ չի անցնելու անցողիկշեմը, մտնի ընտրությունների ընտրապայքարի մեջ։ Ուղղակի չպետք է դա լինի։ Իմացեք, եթե նմանները լինեն, ուրեմն իրանք սատարում են Նիկոլի վերարտադրման process-ին։ Չկա այլ բացատրություն։ Պետք է միավորումներ լինեն, պետք է խոշոր խաղացողներով գնան բոլոր այն կուսակցությունները եւ դաշինքները, որոնք համոզված են, որ հաղթահարում են անցողիկշեմը, ընդ որում դա ստուգելի է, դա չափելի է եւ պետք չէ սпасել ընտրություններին, որ հասկանան անցա թե չէ։ Սոցիոլոգիան կայացած գիտություն է եւ այդ ամենը կարելի է հասկանալ հարցումներ պատվիրելով։ Կրկնում եմ, ընդդիմությունը պետք է ճիշտ աշխատի։ Ճիշտ աշխատանքի դեպքում չկա որևէ նույնիսկ տեսական հնարավորություն, որ Նիկոլը կվերարտադրվի, ինչ էլ փորձի անել։ Դրա թիվ 1 նախապայման ընդդիմության ճիշտ աշխատանք է եւ թիվ 2 նախապայմանը մեր ժողովրդի մասնակցությունն է ընտրություններին։ Նիկոլենք անելու են ամեն ինչ, որպեսզի քիչ մարդ գնա ընտրություններին։
իրենց ընդդիմադիր դնող, բայց իրականում ոչ ընդդիմադիր տարբեր գործիչները անելու են ամեն ինչ, որպեսզի հուսալքություն տարածեն ժողովրդի մեջ եւ ասեն, որ պետք չի գնալ ընտրությունների։ Մի լսեք նման մարդկանց։ Նիկոլին տապալելու ամենաճիշտ եւ պրագմատիկ ձևը ընտրություններին գնալն է եւ ճիշտ ընտրություն կատարելն է։ Այդ դեպքում չի լինի որևէ տարբերակ, որով Նիկոլը կարող է վերարտադրվել։ Սա փաստ է, անվիճելի փաստ է։ Հիմա անդրադառնանք նաեւ եկեղեցու դեմ պայքարին, իմ մոտ ստեղծում է տպավորություն, որ պայքարը դոփում է տեղում։ Կասկած չունեմ, որ Նիկոլը հանկարծակի է եկել, որտեվ չէր սպասում նման զորեղ դիմակայություն հայ առաքելական եկեղեցու կողմից, իդեմս Վեհապար Հայրապետի, ինչի համար ես անձնապես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Վեհապարին, որը կարողանում է իր պահվածքով, իր դիրքով պահել հայ առաքելական եկեղեցին անսասան։ Այո, իհարկե կան տարբեր դավադիրներ, կան մարդիկ, որոնք դավաճանում են հայ առաքելական եկեղեցուն, բայց ես դրան նայում եմ որպես ինքնամաքրման process եւ կասկած չունեմ, որ մեր եկեղեցին շատ ճիշտ ուղու վրա է։ Նաեւ պետք է ասեմ, որ երկու տարբերակ եմ տեսնում։ Կամ Նիկոլը գնալու էքսցենտրիկ քայլերի եկեղեցու հետ կապված, այդ քայլերից որպես մի օրինակ կարող է լինի Վեհապար Հայրապետի ձերբակալումը, բայց նախորդ ասեմ, միանշանակորեն դա լինելու է ի վնաս Նիկոլի եւ չի բերելու որևէ դրական բան իրեն։ Երկրորդը նա կարող է փորձել շեղել ժողովրդի ուշադրությունը եկեղեցու տապալված պայքարից եւ շեղել այդ ուշադրությունը նորանոր քաղաքական ձերբակալություններով եւ սկանդալներով։ Սրա մասին ասելիս պետք է նաեւ անպայմանորեն ողջուններս փոխանցեմ եւ զորակցությունս հայտնեմ բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Մենք գիտենք, որ արդեն 50-ից ավել քաղաքական բանտարկյալ կա, մարդիկ, որոնք բանտարկված են ոչ մի բանի համար, մի դեպքում խոսքի համար, մի դեպքում շինց ու գործի համար, օրինակ գիտենք Վազգենը ու Նարեկը բանտարկված են հետույք բառի համար, բառ, որից շատ ավելի վատ բառեր օգտագործում է ողջ քաղաքական այսօրվա բանը իշխանազավթները բոլորով, բայց արի ուտես որ Նարեկի ու Վազգենի բերանից դուրս եկած այդ բառը փաստորեն հիմք է իրենց անօրինական արդեն շուրջ 2 ամսից ավել կալանքի տակ պահելու։ Մաղթում եմ իրենց Նարեկ Սամսոնյանին ծայրահեղ վիճակում հասցրեցին 3 հիվանդանոց, որովհետև մարդը 13 օր հացազորի մեջ է, եւ մենք այս իշխանության օրոք տեսել ենք նախադեպերը մահվան Հայաստանի բանտերում։ Երես Մարիամ ջան, հենց դա ուզում ասեի, ձեր մոտ մի շատ լավ անձնավորություն էր գալի եթերների, իմ ընկերը Արբեն Գրիգորյանը։ Շատ հաճախ նաեւ ձեր մոտ էինք հանդիպում Արմենի հետ, ստեղից դուրսել էինք շատ հանդիպում։ Մի մարդ, ով տառապում էր իր հայրենիքի հանդեպ սիրով, ուղղակի տառապում էր, չէր կարող ընդունել իրականությունը, չէր հավատում, որ իրականությունը կարող է այդքան արյունալի լինի։ Այդ մարդուն սպանեցին դատարանի դահլիճում։ Դրանից հետո այս իշխանությունից որևէ այլ բան սպասելը ուղղակի անհետեցություն կլինի։ Դրա համար օգտագործելով այս առիթը նախ ուժ եւ տոկունություն եմ մաղթում բոլոր քաղաքբանտարկյալներին եւ հույս հայտնում, որ թե ընդդիմությունը, թե մեր ժողովուրդը շատ ավելի աչալուրջ է լինելու այդ պայքարում քաղաքբանտարկյալների ազատացման եւ նաեւ միանշանակ, այսինքն շատ են մարդիկ։ Մինասյան Աշոտը մարդ, ով Արցախի ազատագրման բոլոր պատերազմներում եղել է առաջնամարտիկ։ Ամենաառաջինն է եղել։ Չի վախեցել կյանքը կորցնել հանուն իր երկրի, հանուն իր հայ։ Հիմա այդ մարդուն դրա համար պատժում են։ Դրա համար Մինասյան Աշոտը, Սիսական ջոկատի լեգենդար հրամանատարը այսօր կալանավորված է եւ գտնվում է բանտում։ Ժամանակին ասել եմ, նորից եմ ասում, ստեղծում է տպավորություն, որ անպատիժ չի մնա ցանկացած մարդ, ով Արցախի ազատագրման հետ որևէ կապ է ունեցել կամ Արցախի զարգացման հետ որևէ կապ է ունեցել։ Պետք է պատժվեն բոլորը եւ շատ մեծ հարց է ծագում։ Այդ ցուցակը Ադրբեջանում է թե Հայաստանում։
Գուցե Ալիևը ցուցակը փոխանցել է Նիկոլին եւ Նիկոլը ցուցակով պատժում է բոլորին։ Բայց կրկնում եմ, մոտենում են ընտրություններ։ Վարդան Ղուկասյանի մասով է, հա, պարոն Վարդանյանին չէր ասում Վարդան Ղուկասյանը, որ երբ որ այսօր իրենք այսպես ողջևորված նույն Սյունիքը 70%-ից ավելի տվել են համայնքյան կողմին, բան, այդտեղ սուվերենության խնդիր չկա, դեր չկա, Ֆիդանը, որ հայտարարել։ Տեսեք, Մարիամ, ես ասել եմ, նորից եմ ասելու, Հայաստանը ցավոք սրտի այսօր սուվերենություն ես չեմ տեսնում։ Իմ քաղաքական կարծիքը այն է, որ Հայաստանը շատ ավելի շատ նման է վիլայեթի կամ այլ ոչ թե սուվերեն երկրի, եւ եթե այսպես շարունակվի, ապա դա ուղղակի պաշտոնապես կհաստատվի եւ Հայաստանը կդառնա Թուրքիայի կցորդ, նույնիսկ վիլայեթի կարգավիճակ չունենա եւ Հայաստանում հայ չի մնա, կդառնա այսպես կոչված Էրմինիստանը Թուրքիայի մարզերից մեկը օրինակ։ Դրա դեմը պայքարելու կամ մի միջոց հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի պայքարի, հայ ժողովուրդը պետք է ընտրություններին ճիշտ ընտրություն կատարի, չպետք է տանը նստի եւ սպասի, որ իր տեղ ինչ-որ մեկը ընտրելու է։ Կրկնում եմ, կարևորագույն խնդիրը ընտրություններին սպասվելիք դա այն է, որ մեր ժողովուրդը համընդհանուր դուրս գա եւ քվեարկությանը մասնակցի։ Եթե մենք կարողանանք ապահովել մեր ժողովրդի մեծամասնության մասնակցություն ընտրություններին, ապա համարեք, որ Նիկոլ Փաշինյանը տապալված է։ Դրա մեջ ես կասկած չունեմ։ Այո, կրկնում եմ, խանգարելու են, այո, փորձելու են միջամտել ընտրություններին, այո, փորձելու են սարքեն։ Չի ստացվի, եթե մենք կարողանանք մեր ժողովրդին համոզել, որ չի կարելի այդ օրը տան նստել, պետք է քվեարկել։ Այսքանը, Մարիամ ջան։